Բարև ձեզ, ընկերներ, իմ անունը Աստեն է, բարի գալուստ կարդանք միասին։ Այսօր նոր եմ եկել աշխատանքից ու մազերս մի քիչ լավ չեն։ Ուրեմն դեր կկարդանք, դեր կհասկանանք ու կսովորենք միասին։ Եկեք սկսենք կարդալով Մորմոնի գրքից երկրորդ նեփի 7-րդ գլուխը։ Այո, քանզի այսպես է ասում Տերը, ես եմ արձակել քեզ կամ ես եմ վտարել քեզ հավիտյան, քանզի այսպես է ասում Տերը, ուր է ձեր մոր ապահարզանի թուղթը, ում համար եմ արձակել ես ձեզ կամ իմ պարտապաններից, որին եմ ծախել ձեզ, այո, ում եմ ես ծախել ձեզ, ահա ձեր անօրենությունների համար եք դուք ձեզ ծախել և ձեր օրինազանցությունների համար է ձեր մայրն արձակվել։ Ուստի, երբ ես եկա, ոչ մի մարդ չկար, երբ ես կանչեցի, այո, պատասխանող չկար, ով Իսրայելի տուն, միթե իմ ձեռքը խիստ կարճացել է, որ այն չի կարող փրկագնել, կամ միթե ես զորություն չունեմ ազատելու, ահա իմ կշտամբանքով ես չորացնում եմ ծովերը, ես դարձնում եմ նրանց գետերն անապատ և նրանց ձկները հոտած, որովհետև ջրերը ցամաքել են, և նրանք ծարավից սոտկում են։ Ես երկինքները խավար եմ հագցնում, և քուրձը նրանց ծածկոց դարձնում։ Տեր Աստված տվել է ինձ ուսումնավարժ լեզու, որպեսզի ես իմանամ, թե ինչպես մի խոսք խոսեմ քեզ հետ ճիշտ ժամանակին, ով Իսրայելի տուն, երբ դուք հոգնած եք, նա արթնացնում է առավոտից առավոտ և արթնացնում է իմ ականջը լսելու ուսումնավարժների պես։ Տեր Աստված բացել է իմ ականջը, և ես ապստամբ չէի, ոչ էլ մեջքս շրջեցի։ Ես տվեցի թիկունքս զարկողին և այդ դերս նրանց, ովքեր փետեցին մազերս, ես չթաքցրեցի երեսս նախատինքից և թքից, քանզի Տեր Աստված կօգնի ինձ, հետևաբար ես ամոթապարտ չեմ լինի, ուստի ես դարձրեցի երեսս կայծքարի նման, և ես գիտեմ, որ չեմ ամաչելու, և Տերը մոտ է, և նա արդարացնում է ինձ, ով կհակառակվի ինձ,
Եկեք միասին կանգնենք, ով է իմ հակառակորդը, թող մոտ գա ինձ, և ես կզարկեմ նրան իմ բերանի ուժով, քանզի Տեր Աստված կօգնի ինձ, և բոլոր նրանք, ովքեր կդատապարտեն ինձ, ահա նրանք բոլորը պիտի մաշվեն, ինչպես հանդարձը, և ցեցը պիտի ամբողջովին ուտի նրանց։ Ով է ձեր միջից, որ վախենում է Տիրոջից, որ հնազանդվում է նրա ծառայի ձայնին, որը քայլում է խավարում և լույս չունի, ահա դուք ամենքդ, որ կրակ եք վառում և ինքներդ ձեզ կայծերով շրջապատում, քայլեք ձեր կրակի լույսով և կայծերով, որոնք դուք եք վառել, սա կունենաք դուք իմ ձեռքից, դուք կպառկեք վշտի մեջ։